Տասախոսության ավարտին դուք կրնակ ձեր հարցերը դալ սրբազան հայրերուն, որոնց իրենք պատրաստ են պատասխանելու։ Սիրելիներ, այսօրվան տասախոսության նյութի ընդրությունը բադահական չէ։ Այսօր մայիս 28 է, անկախացման առաջին հանրապետության ստեղծման 107-րդ ամյակն է։ Ուրեմն եկեք մենք մեզ շնորհավորենք այս առիթով։ Բադահական չէ նաև տասախոսին ընդրությունը, անմեզի ներկայացնե դեսերիզմը, որ պատրաստված է Վարդան Սրբազանին եւ իր կողմէ, բացատրություն պիտի դա վերանորոգված Սուրբ Էջմիածնի դաջարին մասին, բայց նաև մեզի պիտի խոսի, թե Սուրբ Էջմիածինը ինչ դեր խաղացած է հայ ազատագրական պայքարին մեջ։ Մանավանդ որ քիչ իր կենսակրությունը երբ որ գարտամ, պիտի տեսնեք, պիտի լսեք, որ ինքը հայ եկեղեցու պատմություն դասավանդած է։ Նախքան ֆիլմը ցույց տալը եւ հարթակը հետո սրբազանին հասնելս պիտի գարտամ սրբազան հոր կենսակրությունը Ավազանի անունով Նելսոն ծնած է 1978-ին Գորիսի շրջանի Դաթև գյուղը։ Դաթևը Դաթևավանքը մանավանդ բոլորիդ ծանոթ է։ Նախնական ուսումը գյուղի վարժարանին մեջ, ապա 1994-ին գտնվի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ջամարան։ 2000 թվականին գավարդե ջամարանը եւ գծերնատրվի Սարգսակ։ Եվ նույն թվականին իրեն գդրվի Տիվանադան գործավար քարտուղարի պաշտոնը։ 2000-ին 2001 կհետևի Հայաստանի ամերիկյան համալսարանի գարավարման դասընթացներ ջամարանականներու համար ծրագիրին։ 2001 սեպտեմբերին մինչև դեկտեմբեր Գուսանի եկեղեցիներու համաշխարհային խորհրդի Բոսեյ էկումենիկ համալսարանի մեջ Բոսեյը գտնվի Ժնև, Զվիցերիա։ 2002-ին կպաշտպանե իր ավարտաճառը, որոնց թեման է Էջմիածնի միապանությունը եւ նրա հոգևոր վերազարթոնքը ըստ Արաքել Դավրիժեցու։ 2002-ի ապրիլ 28-ին գծերնատրվի Գուսագրոն Քահանա ապեղա։ 2002-ին 2004 Գուսանի Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու Մոսկվայի հոգևոր ակադեմիայի մեջ։ Եվ 2004-ին կնշանակվի Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու բանահայրը։ 2004-ին Մոսկվայի հոգևոր ակադեմիայի մեջ կպաշտպանե տեխնազգական աշխատանք թեման Սուրբ Գրիգոր Նարեկացու կրոնապարոյական հայացքները եւ կստանա աստվածաբանական գիտություններու տեխնազուի գոչում։ 2004-ին կվերադառնա Մայրաթոր, ուր կնշանակվի ինտերնետային գրասենյակի փոխտնօրեն։ Միաժամանակ Գևորգյան հոգևոր ջամարանի մեջ կդասավանդե հայ եկեղեցու պատմություն։ 2006-ին 2007-ը Սրբազան հայրը Գուսանի Հռոմի Բաբական Սալեզյան համալսարանի մեջ Հռոմ, Իտալիա։ Եվ 2007-ին 2008-ը Մայրաթորի տնտեսական բաժնի տնօրենի պաշտոնակատարն է։ 2008-2009 թվականներուն կնշանակվի վարչակազմակերպչական գործերու փոխկառավարիչ։ Իսկ 2009-ին մինչև այսօր Մայրաթորի վարչատնտեսական բաժնի տնօրենն է։ 2011 հուլիսին կպաշտպանե իր վարդապետական թեզը Սուրբ Գրիգոր Նարեկացու կրոնապարոյական հայացքները ըստ Մադյան ողբերգության թեմայով եւ կստանա վարդապետական աստիճան։ Իսկ նույն տարին 2011-ի նոյեմբեր 6-ին Գարեգին II ամենայն կաթողիկոսի ծերամբ կստանա եպիսկոպոսական ծերնացություն եւ օձում։ 2021-ին վեհապարեզին կնշանակե Մայրաթորի վանական խորհրդի ադենաբեդ
Եվ 2021-2024 անգվարե կարևոր եւ ճշտոմը որն է Մայրդաջարի լուսարարաբեդի ճշտոնը որ մեյ հետ ինչպես ասի մինչև օրս անգվարե Մայրաթորի վարչատնտեսական բաժնի դրողարանի ճշտոն Սրբազան հայրը քիչ հետ մեզի կմիանա բայց հիմա պիտի խնդրեմ դերավետիսեն որ դեսայերիզմը մեզի ներկայացնե ուր գլսենք սրբազան վարտանին եւ սրբազան մուշերին բացատրությունները Մայրաթորի մասին վերանորոգման մասին եւ հետո քիչ հետ կմիանա մեզի սրբազան մուշերը եւ զինք կլսենք ազատագրական բայկարի մեջ ինչ դերակատարություն ունեցած է Մայրաթորը թեմայով Ռամեցեք դերայր Բարի ողջույն սիրելի հավատացյալներ, մեծ պատիվ ունենք ձեզ ներկայացնելու, գտնվում ենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, զանգակատան պատմական զանգակատան հովանու ներքո եւ մեծ պատիվ ունեմ ձեզ ներկայացնելու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի կառավարիչ Գերաշնորհ Տեր-Մոշե եպիսկոպոս Պավյանին, ով այսօր կներկայացնի Սուրբ Էջմիածնի Մայրտաճարի նորոգության, պայծառացման եւ բացման այսպես մեծ տոնախմբությունը եւ մեծ հնարավորությունը, որ մեր ազգի առջեւ բացվել է, ես վստահ եմ, որ շատերը դեր առիթ պիտի ունենաք այցելելու Սուրբ Էջմիածին եւ հաղորդ լինելու այս պայծառ զորավոր հոգեվոր կենտրոնին։ Աստված օրհնական սպասաններ, շնորհակալություն։ Սպասան, Աստված բարապան եւ ողջույններս ամենքի։ Այստեղ մենք մոտիկ ենք Մայր հայրենիքում, Մայրտաճարի օրհնյալ հովանու ներքո, այդտեղ հեռու եք հազարավոր կիլոմետրեր համամեր հեռու, բայց վստահ եմ, որ այն հոգին, որ ունեք եւ այն սերն ու հավատքը, որ ունեք առ հայրենին եկեղեցին, այդ տարածությունը աննկատելի է դարձնում ինչեզ հոգետան եւ դուք թե հոգեպես թե մտքով այստեղ եք եւ մեզ հետ միացել եւ ցերից բազան արտիստով նաեւ ոստամ թե շնորհավորել այդ պատասխանատու պաշտոնին ոչվելով եւ ընդրվելու համար եւ նաեւ ձեր թեմական յուրաքանչյուր անդամին ասեմ որ իրապես Աստված իր հավատքի միջոցով եւ ձեր կայացածությունը միայն ու միայն պիտի լավ ամրապնդի մեր եկեղեցուհիները եւ շարունակական կլինի զորացում մեր եկեղեցու շնորհակալ եւ նաեւ շնորհակալ եմ որ առիթ ընձեռեցիք ներկայացնելու այն երկարոցի կարելի Լսվում։ Դեցին, որը ցնցեց բոլորիս, որ իրապես Մայրտաճարի թանգուկը լմբել է, շատ վատ վիճակի մեջ չէ վթարային, դե առաջին իսկ պատասխանը, որ եղավ ինչպես կարող է լինել երկար տարիներ կանգունը եւ այլն եւ անմիջապես հրավիրեցինք օտար մասնագետներ ևս, հայ եւ օտար մասնագետներ ևս, օտար որ ասում եմ այլ երկրներից Իտալիա, Ճապոնիա, սեյսմոլոգներ, ովքեր եկան եւ ուսումնասիրեցին եւ իրապես ամրապնդեցին այդ տխուր իրավիճակը, որի մեջ հայտնվել ենք եւ որի առջեւ հանդել է Մայրտաճարը։ Ամբողջությամբ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ ոչ միայն գմբեթն է, որ խարխուլ վիճակի մեջ է, այլև պատերը տարերի ընթացքում այն հրաշավախները, որ օգտագործվել են մեր նախարարների կողմից, ճարտարապետների կողմից, դրանք ժամանակի ընթացքում իրենց ամրությունը կորցրել էին եւ հարցը որ երբևէ ինչ-որ
որոշումի արդյունքում ոչ միայն մարտաճարը վնասներ չի կրել, այլ հարաբերի որոշումի հավատացյալի վնաս չի ասվել։ Եվ այդպես սկսվեց երկար տարիների, գրեթե նախագծման շրջանը, եթե չհաշվենք, մարտաճարը փակվել է 18 նոյեմբերին, հիմնովին փակվել է եւ սկսվել է հիմնական վերանորոգչական աշխատանքներից, մինչ այդ արտաքին ամրակայունները կամ այն աշխատանքները, որոնք հնարավոր է իրականացնել թե ներսում եւ թե արտաքուստ առանց բնականոն ծիսապաշտպանության կարգավորելու դա կատարվել է։ Եվ զարմանալի է, որ մեր հավատացյալների համար այդ երկաթները երբեք խոչընդոտ չեն եղել եկեղեցի գալու կամ մասնակցելու եկել գալիս են այդ խոշոր տրանսպորտ երկաթների եւ այդ ցելոֆանների ետևից կանգնում եւ նայում էին եւ մեզ հետ միշտ աղոթակից են։ Մենք կարծում ենք հենց այդ տեսակ հավատացյալների աղոթների շնորհիվ է, որ եկեղեցին միշտ կանգուն է մնացել, կանգուն կմնա եւ իրենց իսկ կողմից եւ շատ-շատերի կողմից գիտեք, որ հայտարարված էր հայոց հայրապետի կողմից նաեւ համահսկային համահայկական նվիրահավաք, դրամահավաք, որի որ օգտակարություն բերեցին, բայց ցավոք գիտեք, որ այդ համաճարակի COVID-19-ի եւ բացակայության պատճառով այդ հայրապետությունից դեպի եւ բոլոր մեր հայրենի ուժերով են ավելի ազգի պետային ազգի կարևոր օրասական հարցերի լուծման Սպասում եմ, սկսվեց գմբեթից, բայց ամբողջ տաճարը հիմնանորոգվեց, չէ՞, մինչև հատակով, պատերով եւ այլն։ Անի առիթունն բոլորը տեսնելու մարտաճարը։ Եկեք ասեք։ Ձայնը անջատիմ երկու Ուրան հայրը շատ իրավացիորեն հետատես, որ ամեն ինչ սկսվեց մի պարզ գմբեթի ամրակայունից, բայց երբ որ ուսումնասիրվեց անգամ հանդեր։ Տերը ջան, ձայնը կուզես իջացրու, մի փոքր ես բացատրություն տամ, հետո շարունակենք։ Քանի որ ձայնը շատ հստակ չի, ինչու, որովհետև մենք Կիրակի օր ուզեցինք թարմ բան անել, պատարակից հետո եւ շատ մարդ կար ու անընդհատ բոլորը գալիս էին մեր առջևից անցնում էին, շատ հստակ չեղավ։ Ամեն պարագայի Սրբազան հայրը պատմում է, թե ինչպես սկսվեց մարտաճարի նորոգությունը, մի պարզ բանից գմբեթի վրայի ծաղիկները մաքրելու դրվագից սկսվեց, որ բարձրացան մաքրելու եւ հայտնաբերվեց, որ գմբեթը շատ վտանգավոր կացության մեջ է, հնարավոր է, որ փլուզվի։ Եվ հրավիրվեցին Իտալիայից, Ճապոնիայից շատ լուրջ մասնագետներ, ովքեր եկան ուսումնասիրեցին, բավական երկար, մոտ 1 տարի ուսումնասիրեցին եւ տվեցին եզրակացություն, որ շատ վտանգավոր է եւ պետք է հիմնանորոգվի։ Գմբեթից սկսվեց ամեն ինչ, հետո պարզվեց, որ գմբեթից հետո պատերը եւ հիմքերը պետքա ամբողջությամբ ջրազերծվեն եւ հիմնանորոգում լինի տաճարի, այսինքն փոքր բանից սկսվեց եւ շարունակվեց։ Հիմա այստեղ ցույց է տալիս Սրբազան հայրը, թե ինչպես հիմքերը որոշ տեղեր բացվել են եւ վեհապարը որոշում է կայացրել, որ այս հատվածը ցուցադրվի, որ երբեք չի եղել նախորդիվ, որտեղ երևում է մարտաճարի ամենահին հիմքերի հատվածը, այսինքն ավելի ցած է եղել տաճարը, հետո 20-րդ դարի նորոգության ժամանակ մի փոքր բարձրացել է հատակը, բայց այստեղ մի քանի հատվածում մարտաճարի ցուցադրվում է հին հիմքերի քարերը լույսերով, որը ուրեմն բավական ավելի ներքևի հատվածում է։ Ուրեմն Սրբազանը հիմա պատմում է, թե որքան երկար տևեց միայն ուսումնասիրությունը, թե եզրակացությունը ինչպիսին էր մասնագետների, քանի որ մարտաճարը գտնվում է միջազգային մշակութային հուշարձանների պահպանության ենթակայության ներքո նաև, ուրեմն այդ մասին է խոսում։ Հիմա ներսում ենք արդեն տաճարի եւ ցույց է տալիս, որ առաջին անգամ տաճարում օդափոխության համակարգ է դրվել եւ հատակից թե ջեռուցումը եւ թե ամառը պաղ օդը, սառը օդը
ուրեմն օդափոխվում է մարտաճարում, այդտեղ տեսնում եք նաև հեռուստատեսություններ փոքրիկ, սկրիններ, որ պատարակի ժամանակ պատարակի տեքստն է գնում, որպեսզի հավատացյալները նաև կարողանան մասնակից լինել։ Հիմա խոսում է ընդհանուր նորից նորոգության մասին։ Կարող եք մի փոքր լսել, հետո շարունակել։ Հատակը ամբողջությամբ փոխվել է, ասեց, եւ ամբողջությամբ նոր մարմար է բերվել Իտալիայից, եւ այդ ամբողջ գործընթացները վեհապարահայրապետը անձամբ է կազմակերպել կամ կառավարել, իր խորհուրդներով է եղել։ Ուրեմն այսինքն ամեն ինչից հաջորդ հատվածը նորից ինչ-որ նոր գործ է բացվել այսպես, որմնանկարները ամբողջությամբ նորացվել են։ Լավ, մի քիչ լսենք տերեր, թերևս կարող է լավ լինի ինչպես նաև ձայնային համակարգը ներսում եւ ապակոս արդեն ամբողջ ներքին բոլոր ամբողջարարության ընթացքը դրսում հավատացողները կարող են լսել եւ նաև մեծ տոների առիթով հնարավորություն կա ինչպես որ նորոգության ժամանակ է դրվել կամ մարտաճարի ոսման ժամանակ է դրվել էկրաններ, արտաքին էկրաններ կարող են տեղադրել, որպեսզի ժողովուրդը նաև հավատացողները կարող են այդպես նաև լուսային համակարգ, այսինքն արտաքին եւ ներքին ճարտարապետական ուսումնական համակարգեր եւ գիշերը Սպասաներ, մի քիչ կպատմեք որմնանկարների մասին, որտեղ շատ հետաքրքիր բաներ հայտնաբերվեց շինարարության ժամանակ, այդ մասին մի քիչ կպատմեք։ Այս ներքին հատվածներում հանրօր հանրակայման համար պետք է վերականգնել դասավորեն եւ այլ միջոցներ վերաբերին շուրջ 650 մետր դոմնանկար հատվածներով ամեն մի հատված ամբողջությամբ խոնավացել է հավելումով ամբողջ եւ Հայաստանը եւ այլտեղ վերականգնել եւ զարմանալի որ այդ առաջին շերտ որոնք մենք տեսնում ենք դա հիմնականում Ձայնը իջեցրու, այստեղ կարևոր բան կա։ Ուրեմն, ինչպես նկատեցիք մարտաճարի հիմնանորոգման հետ զուգահեռաբար, ամբողջությամբ փոխվել են, նորացվել են ձայնային համակարգը, օդափոխությունը, պատերը, գմբեթը, հատակը, այդ կոնկրետը ներսի, ուրեմն ձայնային համակարգը, ռեկորդինգ է արվում եւ լուսային համակարգը, բայց հիմա սրբազանները խոսում են որմնանկարների մասին, որոնք Հովնաթանյաններին են վերագրվում եւ տաճարի ամբողջ տանիքը որմնանկարների մեջ է, որը ծածկված էր մոմի սև շերտով եւ գրեթե 80%-ով տեսանելի չէր այցելուների ու հավատացյալների համար։ Ուրեմն եւ պատմում է, որ 2500 քառակուսի մետր որմնանկար կա տաճարում եւ թանգարանային հատվածում, որը ամբողջությամբ նորոգվել է, մաքրվել է նախ ամբողջությամբ եւ այն հատվածները, որոնք եղել են վնասված, նորոգվել են, ռեստավրացիա են արվել եւ այստեղ պատմում է, որ հետարքիրն այն է, որ հայ նորոգողներն են արել ճիշտ է հրավիրվել են իտալացիներ, որոնք հսկել են, բայց հայ որմնանկարչության ուրեմն դպրոցի
մասնագետներ են արել ամբողջ որմնանկարչությունը եւ այդ նորոգության ժամանակ հայտնաբերվել է տաճարի գմբեթի այդ կենտրոնական գմբեթի հատվածում հայտնաբերվել է մոտ 600 քառակուսի մետր երկրորդ ծածկ ունեցող որմնանկար, այսինքն այս երևացող որմնանկարների ետևում ուրիշ որմնանկարներ են եղել։ Ուրեմն դրանք ամբողջությամբ շատ զգուշությամբ հանվել են եւ տարվել են նորոգության, որտեղ շատ վատ են եղել դրանց պատկերները եւ ուրեմն այդ նորոգությունը պիտի արվի եւ այս արդեն տեսանելի հատվածը եղել է վերջին շրջանի որմնանկարների վերանորոգությունը եւ այստեղ ասում է որ ամբողջությամբ նաեւ գույները վերականգնվել են Պարսկաստանից հրավիրված մասնագետների խորհուրդներով, որտեղ ամենայն հավանականությամբ ուրեմն այս որմնանկարների գույները եւ այլն շատ նման են եղել Պարսկաստանում Սուրբ ամենափրկիչ եկեղեցու որմնանկարներին եւ այլն, ուրեմն այդպես նաեւ հատվածներ են եղել այդ աստիճանավանդակների ներքևի հատվածում որմնանկարները գրեթե չեն եղել, այսինքն մաշված են եղել, քանի որ հավատացյալները բարձրանալիս ոտքով անընդհատ հպվել են եւ այդ որմնանկարները ամբողջությամբ վերացել է, ուրեմն դրանք լրիվ պատմական աղբյուրներից հանված եւ վերականգնված որմնանկարների հատվածներն են։ Այստեղ խոսում է Սրբազան հայրը երկու խորանների մասին, Սուրբ Ստեփանոսի, որի առջև հիմա կանգնած ենք, եւ մյուս կողմի Սուրբ Հովանես Մկրտիչ խորանի մասին, որ ամբողջությամբ ներսի հին խորանը պահպանվել է եւ վրայից բարակ մարմարյա նոր շերտ է դրվել նորոգության համար, որովհետեւ հինը պահպանված մնա միշտ, բայց շատ մաշված է եղել, ուրեմն այդ պատճառով նոր փոքրիկ այդպես բան են դրել։ Հիմա մտանք արդեն ավակ ատյան, ավակ խորանի առջև եւ այստեղ հիմա պիտի խոսի Սրբազան հայրը ավակ խորանի եւ առջևի որմնանկարների նորոգության մասին, նաեւ գահի նորոգության, իդեպ գահի նորոգության մեջ նաեւ մեր թեմը որոշակի փոքրիկ մասնակցություն է ունեցել կամ դեռ շարունակականաբար պիտի ունենա այդ փոքրիկ սադավները եւ կրիայի պատյանները, որով որ պատրաստվել է հայրապետական գահը։ Ուրեմն հիմա Սրբազան հայրը խոսելու է այս խորանի արչեվի, այս առաքյալների եւ տիրոջ սրբապատկերների մասին, խորանի հենց միանգամից տակ է այդտեղ որ երևում է, որը ամբողջությամբ այդ շերտով հանվել է, խորանը հիմնանորոգվել է, ամրացվել է, հետո հիմնանորոգությունից հետո այդ շերտը նորից ետ է դրվել եւ որմնանկարները նորից ամբողջությամբ թարմացվել են գույների բաների առումով, բոլոր առաքյալների ուրեմն պատկերներն են իրենց խորհրդաբանությամբ, իրենց ձեռքին ինչ որ իրենց վարքի խորհրդաբանությամբ, այստեղ ցույց է տալիս, որ մի հատուկ շերտ կա մարմարյա, որը ամբողջությամբ պահպանված է, որևէ բանի ձեռք չտրված, նորացված չէ, միայն թարմացված է։ Այստեղ ասում է, որ աստիճանները առաջ մի քիչ անհարմար բարձր էին եւ հաճախ պատարակիչները իջնելուց եւ բարձրանալուց դժվարություն էին ունենում, ուրեմն մեկ աստիճան ավելացել է, մեկ կամ երկու աստիճան, բայց ամբողջությամբ համաչափությունը պահելով եւ որմնանկարները լրիվ ամբողջությամբ նույնությամբ պահելով։ Այստեղ մի հետարքիր բանի մասին է խոսում, հաջորդիվ, որ ամենահետարքիրն է ըստիս, ես էլ չգիտեի այդ մասին, այս Սուրբ Ստեփանոսի պատկերի ետևում պարզվել է նորոգության ժամանակ, երբ որ մաքրություն են արել, հայրապետական դեմք, ուրեմն այդտեղ տեսնում եք աչքերը եւ սպիտակ մորուքը գլխի վերևում, ուրեմն այդ մաքրության ժամանակ է պարզվել, որը չի եղել դրանից առաջ, հիմա ուսումնասիրության փուլում է, թե ով է հայրապետներից, արդյոք Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է, Օձնեցին է, որ հայրապետն է, բայց եղել է նաև պատարակի զգեստով այդ հայրապետը եւ Սուրբ Ստեփանոսի ուրեմն զգեստի վրա պահպանվել են այդ հայրապետական եմի փորոնի որոշ հատվածներ եւ այստեղ ասում է, որ այդ խաչը մեջտեղի չի համապատասխանում այդ խաչը
իր սարգսակական զգեստին, այդ խաչի եմիփորոնի հատվածն է, նաև գոտու հատվածը, այդ հայրապետական եմիփորոնի հատվածն է, ինչպես նաև այդ խունկի տապանակի տակ գտնվել է Սուրբ Գիրք, ամենայն հավանականությամբ Սուրբ Գիրք է եղել այդ հայրապետի ձեռքին, որ կարող է նաև հայրապետ չլինի, ըստից նաև կարող է Մաշտոցը լինել, չգիտեմ։ Ուրեմն այդպես շատ հետաքրքիր նոր բաներ են բացահայտվել, որոնք այս մասին որևէ, ասում է, պատմական հիշատակություն չկա պատմագրերի մեջ, թե Ստեփանոսի տեղը ով է եղել։ Հիմա այստեղ պատմում է այս խաչերի մասին, որ նորոգությունից հետո որոշում է կայացվել, որ այդ խաչերը բաց թողնվեն, որ հավատացյալները տեսնեն հնագույն խաչերը պատերի վրա, որոնք 50-ականների նորոգության ժամանակ ամբողջությամբ փակվել են, բայց այս անգամ, երբ որ վեհապարը տեսել է, որ այդպիսի պատմական խաչեր կան, հնագույն շրջանի վերագրվող, ուրեմն որոշում են կայացրել, որ մի փոքր ամեն պատի մի հատվածում այդ խաչերից բաց թողնեն, որպեսզի նաև վկայություն լինի, որ այս տաճարը հնագույն կառույց է։ Այստեղ նորից խոսում է գմբեթի տակի այդ կամարների մասին, յուրահատուկ ձուլվածքի մասին, եւ այդ յուրահատկությունը, ասում է, այստեղից տեսանելի չէ շատ, պետք է բարձրանալ վերևից տեսնել, թե ինչ յուրահատուկ ձևի է այդ կամարները կապված, որպեսզի գմբեթը պահի այդ կամարների վրա։ Մոտարապես այս է պատմում ու հետո խոսում է նաև ավագ խորանի նորոգության մասին։ Վերջավորությունն է այս, ես առաջարկում եմ լսենք, որից հետո Սրբազան հայրը պիտի աղոթք կանի եւ մեր Ավստրալիայի համայնքին իր օրհնությունները փոխանցի իմ խնդրանքով։ Այո, Տեր, մի քիչ ձայնով տուր, եթե կլսվի, մի քիչ էլ լսենք իրեն։ Շնորհակալություն ձեր ներկայության համար։ Ինքնություն, որ քանի մարտաճառում եք, մի հատ փոխվեք մեր Ավստրալիայի հայրենիքների, որտեղ պիտի լսեն հիմա ձեզ։ Միասին աղոթք կան, միասին աղոթք կան։ Ողջույններս բոլորին, Աստվածօգնական օրհնեցեք, լսում եմ։ Լսվում է Սրբազան, Աստվածօգնական։ Աստված պահապան, բարի ողջույններս եւ ողջույններս Մայր տաճարի շուքին ներքո նստած հոգեորականից, ձեզ շատ սիրող, ձեզ շատ հարգող, ձեզ համար մշտապես աղոթք բարձրացնող։ Եվ ուրախ եմ, որ այս առիթն ունեմ ձեզ հետ շփվելու։ Ես կներեք քիչ մի ուշացումով եկա, որովհետեւ Սարդարապատ կացինք, այսօր գիտեք, որ մայիս 28 է, եւ հոգեորականների ուղեկցությամբ բոլորով գնացինք այնտեղ, աղոթք բարձրացրեցինք, հանուն վեհապար հայրապետի ծաղկեպսակ դրվեց եւ մեր ողջ միաբանությունը հոգվոց աղոթք ասած այն բոլոր նահատակների համար, ում արյան շնորհիվ եւ բոլոր ապրողների համար էլ աղոթք բարձրացրեցինք դրանց ծերունների, ում շնորհիվ ես այսօր նստած եմ բոլորիդ համար հոգեհարազատ Մայր տաճարի շուքին տակ, այդպես եմ, Աստվածօգնական Սրբազան, շնորհակալ եմ։
Աստվածօգնական սիրելի սրբազան, ողջույն բոլորին, դեռ ողջունելու առիթ չենք ունեցած, նախ շնորհակալություն սրբազանին լուսաբանությունների համար, ճիշտ է ձայնը շատ մաքուր չէր եղել, ես փորձեցի մի փոքր ձեր լուսաբանություններից կիսել մեր հայրենիների հետ, որտեղ դուք առաջին օրվանից եղել եք կազմակերպել եք ամբողջությամբ գործընթացը մարտաճարի նորոգության եւ լավագույնս կարող եք ներկայացնել թե որտեղից է սկսվել, ինչպես է զարգացել, ինչպես այդ ջրահեռացման խոնավության հեռացման ընթացքը արվել, ամբողջ հիմնանորոգությունը ավարտվել եւ նաեւ օծվել եւ բարեզարդվել մարտաճարը, իհարկե Վեհապար Հայրապետը ամեն օր ասացիք այդ հատվածը ես չասացի, որ ամեն օր իջնում էր տաճար օրը մի քանի անգամ եւ անձամբ էր վերահսկում տաճարի նորոգության եւ այսօր տաճարը բացված է հայրենիների համար շնորհիվ նաեւ ձեր նման ազնիվ մարդկանց, ովքեր կազմակերպել են այդ գործը, բայց այսօր ինչպես ասացիք մայիս 28 է եւ մենք որոշեցինք այս մարտաճարի նորոգությունը եւ պայծառացումը մերօրյա կյանքում զուգորդել նաև պատմական մի դրվագի հետ մեր հանրապետության առաջին հանրապետության հռչակման այդ հերոսական օրվա հետ, նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ու հայոց հայրապետի հորդորով մասնակցության եւ այդ հաղթանակի նաև ձեռքբերման առիթով, ուրեմն խոսք տանք ձեզ մի փոքր պատմական ակնարկ կատարեք, հետո նոր արդեն անցնենք մեր հավատացյալների հարց ու պատասխանին։ Կարծեմ այդպես չէ, պարոն Նշան գնանք։ Այո, սիրելի սրբազան, խոսքը ձերն է։ Շատ բարի, շնորհակալ եմ սիրելի սրբազան, պարոն Նշան եւ բոլոր ունկնդիրներին մեր անկեղծ ծերը, մեր գնահատականը եւ գիտեք, քիչ առաջ մտածում եմ թե որքան դժվար է թե աշխարհը մեծ է եւ թե աշխարհը փոքր է։ Միտեղ կպատրաստվեն քնանալու, միտեղ կպատրաստվեն աղտնանալու, միտեղ էլ քնածեն։ Բայց արևը ծագում է բոլորի վրա եւ Աստված մեր բոլորի արարիչն է եւ մեր փոքրիկ հայրենիքն էլ լեցուն է հավատավոր ժողովրդով եւ միշտ կարոտով սպասում է իր հոգեվոր զավակներին աշխարհի որանկյունում էլ որ լինեն այն հավատով որ նրանք աղոթք են բարձրացնում հայրենիքի համար, աղոթք են բարձրացնում մեր ժողովրդի համար, ինչպես որ մենք ենք մշտապես դες համար աղոթում։ Այսօր մայիսի 28-ն է եւ երբ որ Սարդարապատ գնացի, բավականին ապրումներ ունեցա, որովհետեւ մեր տաճարում մեր եկեղեցիներում բոլոր ավանդույթ է կատարում ենք հանրապետական մաղթանք եւ հանրապետական մաղթանքի ընթացքին ինչու է կոչում հանրապետական, որովհետեւ փորձում ենք մեր Հայաստանի հանրապետությունը իր բոլոր պաշտոնյաներով հանդերձ, իր բոլոր հոգատար զավակներով հանդերձ, թե ժողովրդին, թե իշխանություններին, թե բանակը եւ խնդրում ենք որ Աստված միշտ իր ողորմած կամքով իր աչքի հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի հանրապետությունը։ Եվ ավանդույթը արդեն իսկ հենց հիմնել է Գևորգ 5-րդ կաթողիկոսը, երբ որ Հայաստանը ունենում է անկախ հանրապետություն։ Հայաստանի անկախ հանրապետություն, որի 107-րդ տարելից այսպես ասենք, նշում ենք մենք։ Մենք մաղթանքից հետո շարժվեցինք դեպի Սարդարապատ եւ այդ ճանապարհին է որ թե մտածում էի ինչպես եմ հասցնելու այս զումին մասնակցելու եւ իմ տպավորությունները, իմ հիշողությունները, նաեւ շնորհակալությունս հայտնելու ձեզ ամենքիդ եւ մտածում էի թե լավագույն առիթը պիտի լինի ոչ միայն պատմական էքսկուրսը, այլ իմ տպավորությունները կիսվեմ ձեզ հետ։ Պատմական էքսկուրսի մասին վստահ եմ արդեն առիթ ունեցել եք շատ անգամ լսելու եւ կարդալու եւ լուրերից հետեւելու, բայց այն ինչ որ զգում ես Էջմիածնում, այն ինչ որ զգում ես Սարդարապատի այդ հզոր զանգերի ներքո գլուխ խոնարհելու եւ անցնում ես արծիվների այդ բուրակով, հզոր հաղթանդամ կանած արծիվների բուրակով եւ այդ երկու սուլերի խոյերի մեջտեղով անցնում ես դեպի այդ զանգաշտարակը ու այնտեղ ցավոք ես խոնարհում աղոթ մրմնջում այդ ամբողջ ընթացքը քեզ վերապրել է տալիս թե օրվա օրհասական պահը եւ թե հաղթանակի ըմբոշխման այդ պահը Էջմիածինը գիտեք որ շատ կարևոր է եղել մեր ժողովրդի կյանքում
Եվ երբ որ 1918 թվականին թուրք ռոսակները մոտենում են մոտակայքում են լինում, այդ ժամանակվա զորականներն ու իշխանավորները գալիս նորմալ լսում ա, չէ՞ սրբազան, եթե չեմ սխալվում։ Այո, Հա, այո։ հա, Այո, այո, այդ այո, ժամանակվա հրադադար։ զորականները գալիս են եւ առաջարկում են կաթողիկոսին, որպեսզի նա իջմիածնի Թուրքիա եւ ավելի ապահով տեղ գնա։ Եվ ամենայն հայոց կաթողիկոսը շատ խորը իմաստուն խոսքեր է ասում, որ ավելին ուրիշ տեղ գնալու հնարավորություն չունենք։ Եվ ասում է, եթե պետք է, որ պիտի ընկնենք, ու եթե ասում է, որ հայկական ուժերը ի վիճակի չեն այդ անելու, ասում է, այս սրբազան կպաշտպանեմ ես եւ հոգ չէ թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին։ Ու կուզենամ վստահեցնել, որ այսօրվա հոգեվորականները այս օրերին ձեր աղոթներով ու աջակցությամբ իրենց ծառայությունը վերող հոգեվորականները այդ նվիրումի ոգին ունեն։ Եվ դրա վառապացույց եղել է մեր հերթական սարդարապետներից մեկի ժամանակ, 20 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, նո միջ այդ էլ արդեն հայտնի են եղել դեպքերը։ Այդ 20 թվականի, որ ունեցանք երկու նահատակ թարգավակներ եւ մեր հոգեորականներից մեկն էլ ցայսօր հայր մկրտիչ անհայտ կորած է համարվում։ Եվ վստահեցնում եմ, որ այդ տեսակ ոգի, երբ որ սրբազանը խոսում է, որ հայոց հայրապետի շինարարության ամբողջ ընթացքին ամեն օրը մի քանի անգամ ես դրականատես եմ, շատերն են դրականատեսը, իջնում էր այս Սուրբ Էջմիածնի տաճար, ինչու համար, որովհետև ինչպես որ յուրաքանչյուրը ամենայն հայոց հայրապետը ել ավելի կարող եմ ասել, սիրում է իր եկեղեցին, իր հոտի զավակներին։ Եվ իրապես արժանավոր կրողն է այն ոգու, այն տեսլականի, այն երազների, որ ունեցել են բոլոր հայոց հայրապետները եւ հենց այն բառերը, որոնք որ արտասանվել է Գևորգ 5-րդ կաթողիկոսի կողմից, նաեւ այդ ոգու կրողն է մեր հայոց հայրապետը։ Գիտեք, որ Սարդարապատում ճակատամարտը միայն Սարդարապատի անունով է հայտնի դարձել, բայց այս պահին նաեւ բազում ժողովրդական մեծ հավաքույթներ կպաշտպարանում, աբարանում, այսինքն մեր հայրենիները այնտեղ էլ նշում են ոգեկոչում են Ղարաքիլիսա, Վանաձորում եւ բոլոր այդ միջոցառում ներկային են մեր հոգեվոր հայրերը, առաջնորդները, ովքեր որ օրհնում են, փոքրիկ արարողություններ են կատարում եւ այդ ձևով փորձում ենք մեր ժողովրդի մեջ ընկճյալ ոգին, որ քիչ թե շատ այսօրերին կա դժվարիկացությունների պատճառով ել ավելի վերարտացնել, ել ավելի ոգեկոչել եւ ամրապնդել։ Եվ գիտեք, այնքան ուրախալի է, որ այդտեղ մարդիկ նստած ուզում են ել ավելի խորը իմանալ, վերապրել եւ մշտապես վառ են պահում այն մեր ազգի համար օրհասական պահերի հիշողությունները, որոնք որ տեսմաթոցի պես միշտ ինչ պիտի անեն, մեզ պիտի արթնացնեն, ասել գիտեք ինչ, այսպեսի մենք հերոսական ժողովուրդ ենք եղել, այսօր էլ կանք եւ պիտի լինենք։ Այսօր որ ես կուզենայի ամփոփ խոսքով ներկայացնել պատմության մանրամասները սրբազան սիրելիս եւ սիրելի ունկնդիրներ, մենք ունեցանք շատ կարճատև մի պետություն, անկախ հայրենիք։ Դրան հաջորդեց խորհրդային տարիներ, հետո վերանկախացում եւ այսօր ապրում ենք նորից բազում արտահրավերների առջև կանգնած որպես ժողովուրդ։ Ունենք անվտանգային հարցեր, դժվարություններ, բայց վստահ եմ, որ Տիրոջ ողորմած կամքով եւ ձեր աղոթների շնորհիվ սա էլ պիտի հաղթարվի։ Եվ պատմությունը 100 տարի, 107 տարի հետո մարդիկ կնստեն զումով կխոսին իրարու հետ եւ կասեն, որ այս տեսակ առիթ էլ եղել է։ Եղավ։ Եվ ուրախ եմ, որ այսօր հրավիրեցիք ինձ այս զրույցին, երբ որ ֆիլմը մի քիչ ուշացնով միացա, լսեցի աղմուկոտ էր, ափսոսանք ունեցա, բայց նաև ուզեցա շեշտեմ մի բան, որ տեսեք թե որքան այցելու ունի Սուրբ Էջմիածինը, Մայր տաճարը։ Ճիշտ է, հիմա քիչ աղմուկոտ սերունդ է, քիչ միայն պատերում կնայեն, շատ քիչ աղոթողներ կարող ենք տեսնել, բայց հուսադրող է, որ եկեղեցու ճանապարհը միշտ բաց է, եկեղեցին միշտ
կա եւ այս գեղեցիկ ինչպես անը որ պատասի հակառակ կողմը եւ այս գեղեցիկ միջավայրը որ կտեսնեք որ կա Հայաստանի մեջ մայր աթորի մայր տաճարի շուքի ներքո կարծում որ միանշանակ շատ տպավորիչ է հուսադրող է եւ նաեւ ոգևորիչ է այսքանով կարծում եմ սրբազան Այո, շնորհակալ եմ Սպազան ջան։ Իհարկե ինչ եղավ, կտրվեց։ հարցեր ունեն Կլսենք Սրբազան։ Կլսենք։ Այո, Սպազան հայրը ավելի սիրում է խոսել ներկայի եւ ապագայի մասին եւ պատմական ակնարկը կարծեմ հիմնական շեշտադրումով այն էր, որ Սարդարապատը այսօր էլ շարունակվում է եւ Սարդարապատի հերոսները այսօր էլ արկա են մեր կյանքում, ընդամենը պետք է մի քիչ կամք ունենալ եւ տեսնել եւ գնահատել այդ հերոսներին եւ ոգեշնչել, որպեսզի այդ հերոսները առիթ ունենան հերոսանալու եւ ցույց տվեց ինչպես Գևորգ 5-րդ կաթողիկոսն էր սիրում Էջմիածինը եւ չլսեց հորդորին հեռանալու Էջմիածնից, այլ մնաց Էջմիածինը, որպեսզի Հայաստանը պահեր, այդպես էլ այսօրվա մերօրյա հայրապետը երկար չարչարանքից հետո ցույց տվեց մեզ, թե ինչպես կարելի է սիրել Էջմիածինը եւ գուրգուրել եւ նորոգել եւ պայծառազարդել Էջմիածինը։ Բայց ես առաջարկում եմ, որ մեր հայրենիները հարցեր ուղղեն Սրբազանին, որտեղ այսպիսի առիթ չի լինի ուրիշ անգամ կարծեմ կամ կլինի, բայց բացառիկ առիթ է, որ Սրբազանը համ հայ եկեղեցվո պատմության մասնագետ է, ինչպես արդեն Սարգսակը նշեց կենսագրության էջերից, դասավանդել է ջեմարաններում, համ էլ մերօրյա առօրյա կյանքի մեջ ընդգրկված է Էջմիածնի առաքելության։ Ուրեմն խնդրեմ թող հարցեր տան մեր հայրենիները, Սարգսակ եղբայր կազմակերպեցեք, որպես Սրբազանը պատասխանի։ Այո, իրով կպատասխանեմ Ռամեցեք։ Աստվածօրհնական Սրբազան հայր Մինչ Աստված պահապան ուզեմ գիտնալ եթե մայր տաճարը նորոգված է թեր scaffolding ինչու գա թեր ներսը երկաթներ թեր հոնեն ասեմ շատ լավ հարց է եւ տեղին է որովհետեւ որմանկարները որոնք որ արել եւ վերջացրել են ամբողջությամբ հա հիմա հանձնախումբ պիտի լինի որ պիտի գա Եվրոպայից այսինքն Իտալիայից նորին նույն մասնագետները ովքեր որ ընթացքին եկել եւ նայել են եւ Ռուսաստանի մասնագետներ պիտի գան եւ գործի ընդունում կատարվի հանձնում ընդունում եւ անշուշտ նաեւ 1 տարի ժամանակ է անցել մենք կպտտվենք կտեսնենք եթե տեղերը մկա վրիպումներ եղած են հա այսինքն որմանկարների վրա շտկումներ կանենք այսինքն այդ տեսակ բան ամբողջությամբ ավարտված է շնորհակալ եմ հարցի համար Դոկտոր հարցում ունեիք, դոկտոր Ջևեջյան, ռամեցեք։ Unmute եք, խնդրեմ։ Սիրելիներ Սրբազան հայրեր եւ դեր հայրներ եւ բարոն նշան հոյակապ ներկայացումն է պատմական մեր էության փնորոշ մասերը ցույց կտա եւ որովհետեւ մեր էության մաս կգազմի շատ ավելի ոգևորության բաչար գտարնա հիմա հարցանի որ աս հսկայական կորձը հսկայածավալ կորձը իրականացնելը իշնորիվ մեր կաթողիկոսի շրջանին եւ իրեն գործունեությունը այսպիսի շինարար կորձերում միտքից եկավ որ ուրիշ կառույցներ կան եկեցվո դաշտին վրա այսին ինչպես կարելի է այդ կառույցները նորոգել բոլոր Հայաստանի տարածքի մեջ նկատի առնելով որ դժբախտաբար թե արևելք եւ թե արևմուտք բավական որոշներ ունեցած ենք իբր եկեցաշինության մեջ ուրեմն ովևէ ծրագիր մգա որ ավելի
լայնածավալ աշխատանքը մյուս կառույցներուն հասնի։ Շնորհակալություն։ Մյուս կառույցները ասել կուզեք այլ եկեղեցիներ, պատմական հուշարձաններ։ Այո։ Այո։ Շնորհակալ եմ հարցումի համար։ Այս պահին այո կան թվարկել թե որքան են չեմ կարող ասել, բայց կան ծրագրեր։ Այս պահին ընթանում է Ուշի Սուրբ Սարգիս եկեղեցու վերանորոգչական աշխատանքները։ Այս պահին ընթանում է Թալինի կաթոլիկե Սուրբ եկեղեցու վերանորոգչական աշխատանքները։ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու աշխատանքներ վերանորոգում։ Դրանք պատմական եկեղեցիներն են, հա, որոնք որ ասում են։ Եվ այդպես շարունակ 2 տասնյակից ավելի եկեղեցիներ հիմնանորոգում են, վերանորոգում են։ Բայց ես ձեզ մի բան ասեմ, մեկ եկեղեցու հիմնանորոգումը մոտավորապես եթե խոշոր վանական համալիր, հա, բերեմ օրինակ վանը Հաղարծինը, որը վերանորոգվեց Շարժայի շեյխի նվիրատվությամբ, հա, 5 միլիոն դոլարից ավելի եղավ Հաղարծինի ամբողջ վանական համալիրի վերանորոգումը, ճանապարհներ, երբ որ ես վերանորոգում եմ, ասում միայն կառույցը չեմ ասում, հա, իր շրջապատը, կոմունիկացիաները, այսինքն ինչ որ դառնա գործող, ոչ միայն հուշարձան, որ մարդիկ գնան հիանան, այլ իր ենթակառույցներով, հա, ճանապարհ եւ այլն եւ այլն։ Հիմա խոր վիրապի վրա մասնակի վերանորոգումներ է կատարում եւ հիմա նախագծում է կատարում, որպեսզի դա վերանորոգվի եւ այդպես շատ կառույցներ, դրանք բավականին ծախսատար են, իրապես ծախսատար են եւ ինչպես որ Մայր տաճարի պարագային հայոց հայրապետի կողմից համազգային դրամավակ հայտարարվեց, որպես յուրաքանչյուր հայորդի, յուրաքանչյուր հավատացյալ իր լուման կարողանա ունենալ այս աշխատանքի մեջ, այդպես էլ հիմա մենք հետ խորհրդային շրջանի նախագծման փուլերում ենք, այսինքն եկեղեցիներ կան, որոնք որ սկսում ենք նախագծել ամրակայման համար եւ այլն։ Միայն Մայր տաճարը, որ կսենք 2018 թվականին փակվել է, շինարարական աշխատանքների գաղափարը, երբ որ ես այնտեղ խոսում եմ, հա, երբ որ բացատրել եւ գմբեթի խոտածածկի մասին ենք խոսում, որ այսինքն պիտի մաքրի, դա եղել է 2012-ին, 5 տարի գրեթե 4 տարի, հա, ուսումնասիրության, նախագծման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համաձայնեցման, պետական կառույցների հետ համաձայնեցման շրջանով է անցել։ Եվ այդպես ծրագրեր թե նոր եկեղեցիներ հիմնելու եւ թե հները վերանորոգելու ծրագրեր ունենք եւ ընթացիկ են։ Պարզապես չեն կարող բոլորը միասին անել։ Դա ահռելի մեծ գումարների կարոտ է, այդ իսկ պատճառով, որտեղ որ եթե հայտնվում է բարերար իր առաջարկն է բերում այս կամ այն եկեղեցի կամ վանական համալիրը վերանորոգելու, Սիրով Մայրաթորը օգտակարություն է բերում թե նախագծային փուլով, թե մասնագետների մեր ճարտարապետաշինարական բաժնի մասնագետների ապահովումով։ Սրբազան կարողացա պատասխանել, շնորհակալ եմ։ Այո։ Շնորհակալություն։ Սրբազան այդ փլուզման վտանգի ենթակա եկեղեցիներ կան, ինչպես Մարդաճար օրինակ։ Ես ասեմ, որ բոլոր եկեղեցիներն էլ, պատմական եկեղեցիներն էլ, որոնք որ անտառներում են, խոնարհված եկեղեցիներ են, դրանք բոլորն էլ ժամանակի ընթացքին փլուզման վտանգի տակ են։ Ինչու՞, որովհետև որքան որ կհնանա, որքան որ ժամանակ կանցնի, այնքան ավելի կվնասվեն հիմերը, պատերը, տանիքները, գմբեթները եւ այլն եւ այլն, հա, այդպես կվնասվի եւ փլուզման վտանգի առաջ կան անշուշտ եկեղեցիներ, որոնք որ հիմնականում բնակավայրերից դուրս են, անտառներում են գտնվում, օրինակի համար ժամանակ առաջ Առաքելոց վանքը, որ Տավուշի մարզում է գտնվում, մեր հոգևորականների եւ մեր բարեկամ գիտնականների օգնությամբ ներգրավվեց 17 թիվս խալ կասեմ, հա 17 կամ 14 այն վտանգված կարևոր պատմական կառույցների շարքի մեջ, որ եթե այսպես շարունակվի, ինքը կվտանգված է, հա, եւ այդպես կան։ Կիրանցը կա, սահմանամերձ դեպի Տավուշի տարբեր վանքերում էլի տարբեր եկեղեցիներ կա, որոնք որ վտանգված են, այո, կան նման բան, հավալիորեն։ Ես հարցում ունեմ, բարոն Նշան։ Ռամեցեք, բարոն Մոմջան։ Հարցումս պատմական է ադիմաստով, որ մենք առաքելական եկեղեցի ենք, Թադեոս եւ Բարտողիմեոս առաքյալներուն հիմնան վրա։ Այո։ Եվ պատմական եկեղեցին է, օրինակ Բարտողիմեոսի դաջարը պատմական Հայաստանի մեջ, Փլադագի մեջ է։
Եթե մենք առաքելական եկեղեցի ենք, արդյոք պետք չէ բարձր բահենք մեր առաքյալի եկեղեցին։ Խոսքը գնում է Արևմտյան Հայաստանում գտնող, այսինքն այն եկեղեցին, որ խոնարհված է, թե նոր եկեղեցիներ հիմնենք Թադեոս Բարդուղիմեոս անունով։ Չէ, հինը նորոգել։ Հինը նորոգել, միանշանակ համաձայն եմ, բայց դա արդեն եթե չեմ սխալվում, ժամանակին փորձեր արվել է։ Պարսկաստանում, Իրանում կա Սուրբ եկեղեցին, որ վերջին շրջանում վերանորոգել Թադեի վանքը, Թադեոսը Թադեի վանքը որ արվել է։ Իսկ մյուսը Սուրբ Բարդուղիմեոսը, որ խոնարհված է ամբողջությամբ, ինչպես որ Թուրքիայի տարածքում էլ ավելի հազարավոր եկեղեցիներ, որոնք որ պայթեցվել են եւ այլն, այս պահին սկսել ասել չեմ կարող, բայց գաղափարը հետաքրքիր կարելի է զբաղվել, որովհետեւ գիտեք որ այլ եկեղեցիներ վերանորոգվել են Թուրքիայի կառավարության կողմից եւ հանձնվել են, այսպես կոչենք, պատրիարքությանը, ես ձեր խորհուրդը կամ ձեր հարցադրումը մեր պատրիարք Սրբազան ուշադրության կբերեմ եւ փորձենք տեսնենք թե ինչ կարելի անել։ Եվ մի բան էլ ասեմ ձեզ, որ Մայր տաճարի մեջ, որ նկարները այդ վերանորոգումից հետո որոշվել է մոմավառություն այլևս չլինի։ Այդ իսկ նպատակով, չգիտեմ առիթ ունեցեք լսելու թե չէ, Մայր տաճարի արչեվի հատվածում, զանգակատան արչեվի հատվածում, այս քայլեմ կմոտնա դեպի այնտեղ, լինելու է մոմավառության սրահ։ Եվ մոմավառության սրահի աջ եւ ձախ կողմերը լինել են մատուրներ։ Այդ մատուրները պիտի լինեն անուններով Սուրբ Թադեոսի եւ Սուրբ Բարդուղիմեոսի անուններով։ Այսինքն, քանի որ մեր եկեղեցին առաքելական է, առաքելահաստատ է, հենց այդ երկու մեծ սուրբերի, այսպես ասեմ, մեզ համար, մեր առաքելահիմն եկեղեցու հաստատուն առաջին լուսավորիչների համար այդտեղ երկու մատուրներ պիտի լինեն։ Այ զանգաշտարակի դիմաց այն փոքրիկ մեծ ծառի տակ որ շինությունը կա, այդ դա է մոմավառության սրահը, մոմավառության սրահ եւ Թադեոս եւ Բարդուղիմեոս մատուրներ լինի այնտեղ։ Ուրիշ հարցում։ Պարոն Վիկեն։ Աստված օգնական սրբազաններ։ Աստվածաբան։ Երկու հարց ձեր գենսակցության մեջ նշվեցավ, թե դուք բավական աշխատանք տարածեք Մոսկվայի մեջ։ Գուզեի գիտնալ, թե արդյոք Ռուսիո մեջ եւ մանավանդ Մոսկվայի մեջ ինչ գարույցներ ունենք, այսինքն եկեղեցիներ եւ ինչպես կպաշտպանվեն անոնք։ Աս առաջին հարցումս է, իսկ երկրորդը գվերապերի ներգա Հայաստանի մեջ նորոգություններու վերապերյալ եւ բահբանման, այսինքն մեր եկեղեցիներու մեր մշակույթի բահբանման կզով արդյոք pedagogan բյուջեի մեջ հատկացում կա նման ծրագրերու համար, ինչպես որ այլ երկրներում մեջ կվադային իրենց մշակույթը heritage որ գսեն պաշտպանելու համար հատուկ հատկացումներ տեղի ունենում։ Շնորհակալ եմ։ Ուրեմն սկսեմ առաջին հարցի, շնորհակալ եմ հարցումների համար։ Ես Մոսկվա ուսանել եմ 2002-2004 թվականներին եւ տեղեկացնեմ, որ այդ օրվանից շատ բան է փոխվել դեպի լավը։ Այսօր Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմը ունի 80-ից ավելի եկեղեցիներ արդեն, 80-ից ավելի եկեղեցիներ։ Իսկ այն ժամանակ եղել է 8 թե 10 2002 թվականին։ Ունեն հսկայական Մոսկվա քաղաքի մեջ առաջնորդարան, հայորդյաց տներ, ունեն տարբեր այդ եկեղեցիների կից գործող կիրակնորյա դպրոցներ, հա, եւ բոլոր այդ ամեն ինչը հոգատարվում է թեմի կողմից եւ ել ավելի դեռ առաջիկային պիտի նորանոր եկեղեցիներ բացվեն առաջիկա 2-3 տարիների ընթացքում, հա, որտեղ նոր հիմնարկիքներ եւ բաներ։ Եվ կարող եմ ասել, որ 2 տարի հետո Մոսկվայում Մոսկվայում չկներեք Ռուսաստանում եկեղեցիների թիվը 100-ին պիտի անցնի։ Օրեր առաջ մայիսի 18-ին, հա, Բելարուսիայում պատմական դեպք, որ տեղի ունեցավ Բելարուսիայի մայրաքաղաքում Մինսկում օծվեց հայկական եկեղեցի եւ ամենայն հայոց հայրապետը առաջին անգամ պատմության մեջ հայ ժողովրդի եւ այլն այցելություն կատարեց Բելարուսիա այնտեղ եկեղեցի օծելով եւ վստահեցնել որ իրապես Ռուսաստանում
մեր եկեղեցու, մեր հայրենիների հոգևոր կյանքի խնամատարության նվիրված աշխատանքը եկեղեցի կողմից բավականին լավ է, քիչ է հոգևորականների պակասի պատճառով, հա, որտեղ հոգևորականները մենք խնդիր ունենք, բայց լավ վիճակի մեջ է։ Դա առաջին հարցի մասով։ Երկրորդ հարցի մասով կարող եմ տեղեկացնել, որ այո, վերանորոգչական աշխատանքներ կատարում են եւ մեծավ մասամբ վերանորոգչական աշխատանքները կատարվում է եկեղեցին բարերարների միջոցներով։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մեջ տարեկան նախատեսումներ կան հուշարձանների վերանորոգումների հետ կապված, թիվ չասեմ, որպեսզի սխալ բան չասեմ, բայց վրիպումը որն է, որ դրա մասին բարձրաձայնել ենք, որ ասենքն այդ գումարը պայմանական բաժանում են մի քանի կառույցների վրա, մի քանի հուշարձանների վրա, եկեղեցիների վրա եւ կարող են օրինակի համար այս տարի անել այսինչ եկեղեցու, ասենք թե պայմանական սանահին եկեղեցու գմբեթի, որ ընդհանուր ծախսը, որ ամբողջական վերանորոգեն 100 միլիոն պիտի լինի, գմբեթի մի փոքրիկ հատված, քանի որ տարեկան բյուջեով դրա համար նախատեսել են 5 միլիոն դրամ։ Եվ մինչև որ ավարտեն, ես լավ 100,000 է ամբողջական գմբեթի վերանորոգումը, այս տարվա համար 10,000-ի աշխատանք պիտի անեն։ Մյուս տարվա եւս 10,000, մյուս տարի 10,000, բայց մինչև որ ավարտեն, արդեն քանի որ մյուս մասը բաց է, կքայքայվի եւ աշխատանքը կատարված ջուրը կներծի։ Եվ միշտ մենք էլ հորդորել ենք իրենց, որ ժամանակին այդպես անում ենք, որ համատեղ ծրագրերը անենք եւ եթե կարիք կա, այսինքն ոչ թե արկա գումարը բաշխվի տարբեր հուշարձանների վրա եւ տարիների ընթացքին կատարված աշխատանքը անարդյունավետ դառնա, այլ ընտրվեն ամենակարևոր կառույցները, որոնք որ իրապես միջամտության պետք ունեն այսօր եւ հիմա եւ այդպես էլ անեն։ Հուսանք, որ առաջիկային այդպիսի բաներ կլինի։ Եվ Շնորհակալ։ Պարոն Ստեփան, Աստված օգնական սրբազան հայրեր, Աստված ես երեք մասը փաղկացած հարցումներ ունիմ, բայց իրարու հետ կապված են։ Առաջինը եւ ասիգա վստահ չեմ, բայց կարծեմ դարի առաջ իշխանությունը որոշ փոփոխություններ գուզերանել օրենքի մեջ այդ օրենքին, որ գվերապերի պատմական կառույցներու եւ այլն, չեմ կեր այդ փոփոխությունը դեղի ունեցավ կամ ոչ, եւ եթե ունեցավ, որքանով պիտի աստե մեր սենք պատմական եկեղեցիներուն։ Երկրորդը մենք Հայաստանի մեջ ունենք եկեղեցիներ, որոնք վանքերում մաս կգազմեն, ուրեմն adonk դարբեր մոդեցում ունի կամ դարբեր օրենքներու կամ օրենքներով կղեկավարվին անոնք ոչապ որ գիտեմ բանկեր կամ որոնք իշխանության տնօրինության դագեն եւ ոչ էջմիածնի ուրեմն adonk այդ ոևէ այդ հարց կծակի ադոր մեջ կամ դժվարություններ կան անոնց նորոգման մեջ անոնք որ նորոգության կգարոդին երրորդը բա ուրեմն ինչ դժվարություններ կան իշխանության տակ գտնվող կառույցները նորոգելու եւ օքեյ հասկացա բախտարաբար էջմիածնի տակ գտնվողներու մեջ ուրեմն Հայաստանի Հանրապետությունում կա 20,000-ից ավելի հուշարձան, երբ որ կսենք հուշարձան, դա եկեղեցի, մատուռ, խաչքար, հա, անգամ մեկ հատ խաչքարը դա հուշարձան կհամալու։ Այդ բոլորից մայրաթորին սեփականության իրավունքով տրված է 430-ը։ Դա կա վանք, եկեղեցի վանք, օրինակի համար երբ որ ասում ենք վանք, խորվիրա, տաթևի վանք, աղբատ, սանահին, մայրտաճար, եկեղեցի երբ որ ասում ենք, ասենք մեկ հատիկ եկեղեցի ինչ որ մի վայրում որպես պատմական հուշարձան։ Հուշարձանները լինում են պետական նշանակության, լինում են տեղական նշանակության, այսինքն պետական, որ դա Հայաստանի Հանրապետությունում համարվում է հուշարձան։ Տեղական նշանակության, այսինքն որ գիտեք Հայաստանը ունի մարզեր, հա Գեղարքունիքի մարզի համար է դա հուշարձան համարվում, ոչ թե պետական նշանակության։ Եվ քանի որ
եկեղեցին սեփականատեր է համարվում, եթե Մայրաթորցուր Փեչմիածինը ձեռնամուխ է եղել օրինակի համար Մայր տաճարի վերանորոգմանը, իր բոլոր նախագծերը, փաստաթղթերը պետք է համաձայնեցի մշակույթի նախարարության հետ, պետական կառույցներ կա, որոնց հետ պետք է համաձայնեցնի։ Եվ այդտեղ որոշ դեպքերում, եթե բարյացակամ վերաբերմունք չի լինում, լինում են ձգձգումներ եւ այլն եւ այլն։ Հակառակ պարագային, երբ որ հուշարձաններ կան, այո, որոնք որ եկեղեցուն չեն պատկանում, պետական են, եւ երբ որ իրենք ուզում են վերանորոգել, իրենք Մայրաթորի արչեւ հաշվետու չեն։ Եւ երբեմն, երբ եկեղեցին տեսնում է, որ վերանորոգումը գնում է ոչ ճիշտ ճանապարհով, այլ անմիջարկումներ են լինում, շինարարի կողմից անորակ շինարարություն է կատարում, դրա մասին բարձրաձայնում ենք։ Օրենքի հետ կապված դեռևս ամբողջական փոփոխություն չի եղել, բայց նպատակ կար այդ օրենքի մեջ փոփոխություն մտցնել եւ մենք էլ մեր առաջարկներն էինք բերել, այս պայմանությամբ դեռևս այդ տեսակ լուրջ փոփոխություն չկա, բայց հուշարձանների հետ կապված կա, այսպես ասեմ, եկեղեցուն չվերադարձնելու ի գործածություն չտալու որոշակի տենդենս կա, որ կարծում եմ առաջիկային եւս բանակցությունների արդյունքում կհաղթահարվի, որտեղ եկեղեցիները ունեն իր միակ սեփականատերը, այսպես ասենք, հա, դա եկեղեցին է, եւ եկեղեցին միայն ու միայն պիտի օգտագործի գործածվի իր նպատակին համապատասխան, որպես ծիսապաշտամունքային կենտրոն։ Հիմա Զվարթնոցի Մայր տաճարը արգելոց է, բայց ավերակները խոնարհված եկեղեցին չէ, եւ այնտեղ ժամանակին, երբ որ մեկ անգամ հարսանիք, մեկ անգամ ինչ-որ միջոցառում արվեց, եկեղեցին բարձրաձայնեց իր խոսքը ասած, մտահոգող, որ սա սրբավայր է, սա stage չէ, բեմ չէ, որ մարդիկ համերգ տան իր վրա։ Այնտեղ սրբավայր է, խոնարհված սրբավայր է։ Այսինքն նմանատիպ դեպքերում, այսինքն եկեղեցին միշտ բարձրաձայնում է, որպեսզի այն հուշարձանները, որոնք որ պետական նշանակության են, եկեղեցու սեփականությանը չեն, միշտ լինեն պատշաճ ուշադրության ներքո եւ ինչ որ միջոցառումների կամ արարողությունների կազմակերպամբ չխաթարեն իրենց նշանակությունը։ Եթե կարողացա պատասխանել, շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ ենք։ Այլ հարցումներ, սիրելիներ, Պարոն Նշան, ես մեկ հատ հարցում ունիմ։ խնդրեմ։ Նկատելով 107-րդ ամյակն է Հայաստանի անկախության եւ կարևոր թերագադարներեն Արամ Մանուկյանը, երբ ես Հայաստան այցելեցի, Արամ Մանուկյանի բնակավայրը փլադակ վիճակի մեջ է։ Ինչ զարմանալի երևույթ էր, որ մեր հերոսներուն դունը չէ հարկված եւ չէ նորոգված։ Ինչ է ձեր տեսակետը այդ մասին։ Մեր հերոսները պիտի միշտ արժանի գնահատական ստանան մեր կողմից եւ ճիշտ չէ, որ փլատակ է, խոնարհված է։ Եթե կուզեք իմ կարծիքը իմանալ։ Մի րոպե, Աստված օգնի, դամոնակ։ Մի նկար, Աստված օգնի։ Ես շատ գիտեմ ձեր աղջիկն ով է։ Ալո։ Այո, Ալո։ լսենք։ Կարծում եմ պատասխանը տեսքը միանշանակ ճիշտ չէ այդ վիճակի մեջ պահել ու պահպանել մեր հերոսների հետ առնչող մորեցերի բան։ Դրանց հիշատակի պետք է միշտ վառ լինի եւ ամեն ջանք պետք է գործունել, որպեսզի նմանատիպ երևույթներ այլևս չկրկնվեն։ Շնորհակալություն, Սրբազան։ Ես հարցում ունեի ՅՈՒՆԵՍԿՕ-ի տերը ինչ է աս վերանորոգման աշխատանքներուն վերաբերյալ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը 0 դեր։ Պարզապես քանի որ Սուրբ Էջմիածին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շարքում եւ պետք էր համապատասխան համաձայնություններ արվել եւ որոշակի ստանդարտներ գոյություն ունեն վերանորոգման, այդ իսկ պատճառով այդ ստանդարտները հաշվի առնելով, այդ միջազգային չափանիշները հաշվի առնելով նախագծերը արվել են այդ տեսակ, օգտագործված նյութերը արվել են այն տեսակ, որոնք որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունվել են։ Իսկ դերը միայն Google-ի մեջ երբ որ search կնես
UNESCO State Heritage գիտեմ ինչ բան, World Heritage այդ է միայն plus, ուրիշ բան չկա։ Հստակ է։ Այո։ Լավ, սիրելի ագնտիրներ, եթե այլ հարցեր չկան, խոսքը պիտի դամ Վարդան Սրբազանին։ Կան հարցումներ։ Եղավ, շնորհակալություն, Սրբազան հայր, հրամեցեք։ Այո, կրկին շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր սիրելի գերաշնորհ Մուշեղ Սրբազանին, շատ տեղեկատվական առումով հարուստ եւ շատ կենթանի արդի պատասխանների համար, որոնք իհարկե միտված էին մեր պատմական կարևոր դրվագի մայիս 28-ի այս տարի 107-րդ տարեդարձի նշման վերարժևորմանը, բայց շատ կարևոր է, որ մենք ազգովին կարողանանք վերարժևորել եւ արժեք տալ նաեւ մեր օրյա արժեքներին։ Դրանք կլինեն անշունչ պատմական հուշարձաններ կամ կլինեն նաեւ շնչավոր պատմություն կերտող այսպես էակներ։ Ուրեմն ես կարծում եմ, որ մեր հոգևոր հայրերը այդ անհատ անձերից են, ովքեր որ այսօրվա մեր օրը Հայաստանի դարձնում են հզոր վաղվա համար որպես պատմություն, բայց ես մի հարցիկ ուզեմ նաև անդրադառնալ, որ մեր եկեղեցին այսօր ծառայության դաշտով այնքան ընդլայնված է, մեծացած է, որ շատ հնարավորություններ չունի կազմակերպելու նոր պատմական հուշարձանների նորոգություն, նախագծում եւ այլն, որովհետեւ այդ ամենը ժամանակատար է եւ նյութատար, այսինքն բյուջե կուզե եւ լավ կլա, որ օրինակ մեր սփյուռքի հայրենիները, ովքեր որ կլսեն այս նյութերի մասին որոշակի լուսաբանություններ, իրենք էլ մտահոգվեն, ամեն համայնք մտածի, որ ինքն էլ մի պատմական հուշարձան պատմություն կերտի, առնի եւ նորոգի եւ մեր ազգի կամ օտարների այցելուների առջև իր դռները բացել տա։ Բայց ցավոք նաեւ պիտի նշեմ, որ ես անդրադարձա, որ չէի անդրադարձած մինչև հիմա, որ մենք որպես եկեղեցական սպասավորներ կամ որպես եկեղեցի, եթե կուզեք, բոլոր նորոգությունները եկեղեցիների կամ պատմական հուշարձանների, որոնք պատկանում են Սուրբ եկեղեցուն, համաձայնեցնում ենք պետության համապատասխան կառույցների հետ, բայց պետության համապատասխան կառույցները չեն համաձայնեցնում եկեղեցու կանոնական, ծիսական կյանքին համադրելու հարցերին, որը որ արդեն սա մեծ հարցական է, որ լավ չէ։ Եվ սա էլ եթե ինչ-որ մեկը YouTube-ի վրա պիտի լսի, լավ կլա, որ անդրադառնա, որ պետք է համագործակից կերպով արվեն այդ բոլոր նորոգությունները, որտեղ եկեղեցին այնքան լայնախոհ է, որ համագործակցության միշտ պատրաստ է եւ ձեռք է մեկնում, բայց դիմացից հաճախ այդ ձեռքը չկա եւ դա լավ չէ արդեն։ Ուրեմն շնորհակալություն կրկին տեղեկության համար եւ նաեւ հա մի տեղեկություն, որ շատ զարմացրեց ինձ, որ 20,000 շուրջ 20,000 պատմական հուշարձաններից միայն 430-ն են փաստորեն եկեղեցապատկան, այսինքն շատ վանքեր, եկեղեցիներ կան, որոնք եկեղեցապատկան չեն, այսինքն մայրաթորը անգամ չի կարող նորոգել եւ ես տեղյակ եմ, որ եկեղեցի եւ պետություն հանձնաժողով կար եւ այդ ցանկը բավական տարիներով ուրեմն քննարկվում էր, թե այդ եկեղեցիները ինչպես փոխանցել մայրաթորին եւ ինչ սկզբունքով։ Պոստսովետ որոշ երկրներ կան, որոնք եկեղեցիներին տալիս են որոշակի հատուցում սովետական շրջանի վնասների դիմաց։ Օրինակ Վրաստանում ես գիտեմ, Ռումինիայում ես գիտեմ, մյուս եվրոպական երկրներում էլ, որոնք այսօր Եվրոմիության սահման են, այնտեղ էլ
Այսինքն պետական բյուջեից որոշակի մաս է տրամադրվում, ես եկեղեցին կազմակերպի, ոչ թե իրանք վերցնեն իրենց ուզածով որպես հուշարձան նորոգեն, որտեղ ադոնք հուշարձաններ չեն, հոգևոր հաստատություններ են նաև, պատմական հուշարձան լինելուց զատ։ Ամեն պարագայի ես կարծում եմ, որ շատ արդիական նյութ էր եւ կրկին շնորհակալություն մեր սիրելի Սրբազան հորը իր ժամանակի համար, մանավանդ այսօր դժվար օր էր եւ մենք մտահոգություն ունենք ինչպես պիտի հասցնենք, բայց կազմակերպեցինք նոր չափով ամեն բան։ Շնորհակալ եմ սիրելի Սրբազան։ Երբ որ Աստված արժանյանի եւ առիթը տա այս տեխնիկական շրջանը ավարտվի եւ ես հասնեմ իմ համայնքին նաեւ հովության եւ առաջնորդության, սպասենք որպեսզի մի առիթով էլ դուք էլ գաք Ավստրալիա եւ կենթանի հաղորդակցությամբ այս լուսաբանությունները անեք մեր համայնքին։ Իրով հրավերն ընդունված է, Սրբազան, աղոթում ենք, որ թեմի համար ժամ առաջ հասնեք այնտեղ, բայց որպես ընկեր, որպես հոգևոր եղբայր չէինք ուզենա ձեզանից բաժանվել այդպես ֆիզիկապես ներկայությունը, բայց մեր համայնքը այնտեղ ձեզ սպասում է, ձեզ ընտրել է սիրով եւ ողջույններս, հարգանքս, սերս ու խոնարհումը ձեզ, որ այդ ամենը անում եք։ Աստված օգնական Սրբազան եւ Աստված պահապան բոլորիդ, լավ մնացեք։ Աստված պահապան, հաջողություն։ Սրբազան վերջին հայացք էջմիածնին։ Այո, քեզիկ։ Հաջողություն։ Բարտալ Սրբազան գնանք աղոթքով բաղել։ Այո։ Հանուն հոր եւ որդու եւ ոգուն Սրբո ամեն, հայր մեր, որ հերքին սես Սուրբ Եղիցի անուն քո, եկես արքայություն քո, Եղիցին կամք քո, որպես հերքին ծրկի, ըսած մեր հանապազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ սպարդիս մեր, որպես եւ մեկ թողում մերոց պարտապանած եւ մի տանիրս մեզի փորձություն ալ փրկյազ մեզի չարեմ, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն Պահպանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված փրկիչ մեր պահյա, պահպանյա, օրտնյա, զորացո եւ ծաղկեցո հանրապետությունն Հայաստանի վեր անկախացյալ, այլև օրտնյա զեկեղեցին Հայաստանի այդ եւ զամենայն հավատացյալ մանկունս եկեղեցվույս մերո ի Հայաստան, ի Սփյուռս եւ Ավստրալիա եւ ի Նոր Զելանդիա Ընթովանիավ Սուրբ եւ պատվական խաչիկոյի խաղաղության, փրկյատեր եւ ազատյա հերևելի եւ աններևույթ ճշտամյաց եւ փորձանած արժանավոր իագողությամբ փառավորելս քեզ ընթոր եւ ընծրփոքվույթ այժմ եւ միշտ եւ հավիտյանս ավիտենից ամեն։ Բոլորի շնորհավորանքներ եւ Տերն ընծես եւ ընդմես։ Ամեն։ 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 Ցտեսություն։ Շնորհակալություն։